չի կարողանում մոռանալ Երևանի պետական համալսարանում իր ուսումնական ձախողումը, սա ուղղակի որպես ռեպլիկ, ասենք ընդհանուր առմամբ։ Բայց ընդհանուր իր այս խոսքի իմաստը կայանում է հետևյալի մեջ, որ 7 տարի կառավարելու արդյունքում ստացել ենք ձախողված պետություն, անվտանգության հարցում ձախողված, տնտեսության հարցում ձախողված, ժողովրդավարության հարցում ձախողված, բարեկեցության հարցում ձախողված, բոլոր հարցերով ձախողված պետություն չի կարողացել, ոչ թե չի կարողացել, այլ այն խոստումներով, որ ինքը եկել է իշխանության, ուղիղ հակառակն է եղել եւ տեսնելով, որ իր վարկանիշը անկում է ապրել, տեսնելով այս վիճակը, նա հիմա տանում է պատասխանատվությունը բոլորի վրա դնելու, այսինքն ձախողումները մարդկանց կրթված լինելու հետ կապելու ուղղությամբ է ուրեմն տանում իր արդարացումները, ուզում է իր տապալումը, իր ձախողումը արդարացնել նրանով, որ ինքը մեղավոր չէ, որ այս ամեն ինչի պատճառը կրթված չլինելն է, մարդկանց կրթված չլինելն է, մարդկանց մտածողության մեջ է, այս գիծն է ուրեմն տանում եւ սրա մեջ է խնդիրը, Իսկ Երևանի պետական համալսարանի հասցեին այսպիսի արտահայտություններ անելը խոսում է նրա մակարդակի մասին պարզապես, խոսում է հենց նրա կրթական ցենզի մասին, նրա դաստիարակության մասին, որ մի կողմից կրթության մասին խոսողը պետք է ինքը նաև բարեկիրթ լինի։ Իսկ Երևանի պետական համալսարանի հասցեին այսպիսի արտահայտություններ անել, երկրի մայր բուհի հասցեին այսպիսի արտահայտություններ անել, սա իհարկե նորություն չի մեզ համար, բայց սա ցուցիչն է ուղիղ հակառակի, որ կրթվելու թեման իրենց համար ընդամենը քաղաքական խոսույթի մի մաս է, կրթությունը իրենք պարզապես այդ մասին խոսում են իրենց տապալումները, իրենց ձախողումները արդարացնելու նպատակով եւ մարդկանց բնակչությանը նոր անուրջներով, նոր պատրանքներով պարզապես սնելու համար, որ մենք իբրև թե երկար դեռ ճանապարհ ունենք անցնելու, պետք է կրթվենք, որպեսզի սկսենք լավ ապրել, Արցախը տանք, հանգիստ ապրենք, Արցախը տանք, լավ ապրենք, քանի որ չի աշխատել արդեն, հիմա լավ ապրելու նախապայման ուզում են մարդկանց ցույց տալ կրթություն է, այսպես ասած։ Գիտեք, իրենք խոսում են կիսա ճշմարտությունների մասին։ Իհարկե, պետության անվտանգության մակարդակը կրթությունից կախված է, բայց պետք է կարողանալ նաև հասկանալ համատեքստը։ Այն պոպուլիզմը, որ գոյություն ուներ տարիներ առաջ, որ հիմա լավ է լինելու դուխով ժողովուրդ ջան, տեսեք ինչ լավ ենք ապրելու եւ այլն, բացարձակ չի համապատասխանում այն ընկճախտով լի խոսույթին, որ հիմա իրենք են տանում։ Ի վերջո մուրճն ու մեխը կառավարության ձեռքին է եւ կրթության քաղաքականությունը որոշողը հենց կառավարությունն է, կրթության նախարարությունը։ Ինչ ենք տեսնում գետնի վրա, ինչ քաղաքականություն է իրականացվում, որ ինչ կրթություն ունենանք։ Այո, համաձայն եմ, որ ամբողջ իրենց ձեռքին է, իրենք վաղուց պետք է խնդիրները հետազոտած լինեն, ամենամեծ լծակները իրենք ունեն, ամեն ինչ լավ հասկանալու համար, ամեն ինչ մանրակրկիտ պլանավորելու համար, իրականացնելու համար, գնահատելու համար, բարելավելու համար։ Պետությունից լավ ոչ ոք, ոչ մի մասնավոր կազմակերպություն կամ ոչ մի անհատ չի կարող այդ ամեն ինչը իրականացնել, բայց մենք տեսնում ենք, որ քանի որ իրենց խնդիրը ոչ թե լավ պետություն ունենալն է, լավ հասարակություն ունենալն է, այլ պարզապես իրենց իշխանությունը վերարտադրելն է, դրա համար իրենց ամբողջ էներգիան, ռեսուրսը գնում է այնպիսի գործողությունների վրա, որ իրենց ընդհանրապես դիվիդենդ բերի, եւ այդ է պատճառը, որ դրա արդյունքում էլ մենք տեսնում ենք տապալված կրթություն։ Ես 7 տարի առաջ իրենք բարձրագոչ խոսում էին խնդիրների մասին, խոսում են այնպիսի տոնայնությամբ, որը հիմա իրանք կգան եւ ամեն ինչ
կշտկեն, ամեն ինչ տեղի կգցեն եւ ընդհակառակը մենք տեսնում ենք, որ գնալով դեգրադացվել է եւ ուղղակի աղետալի վիճակի է մեր կրթական համակարգը։ Ընդհանրապես բոլոր հասարակություններում ուսանողությունը եւ հատկապես մայր բուհերը համարվում են ամենաառողջ, նորարար եւ շատ դեպքերում նաեւ ընդդիմադիր ուժեր, որտեղ երիտասարդ են, պրպտող են եւ առաջ ավելի նայող են։ Հիմա եթե նպատակը պոպուլիզմն է եւ նախընտրական շրջանում վարկանիշը բարելավելու ձգտումը, այդ դեպքում ինչու չսիրաշահել այդ ուժը եւ հակառակը ընդդիմանալ դրան։ Դե գիտեք, ընդհանուր այդ խոսույթը պոպուլիստական այդ խոսույթի մեջ իշ ոնց որ ասած դրբի տակ ընկավ Երևանի պետական համալսարանը։ Ձեր ասած ինքայո ռացիոնալիզմի դաշտում է, բայց քանի որ ինքը գիտի, որ Երևանի պետական համալսարանը իրենը չի։ Երևանի պետական համալսարանի դասախոսները, Երևանի պետական համալսարանի ուսանողները իր կոնտինգենտը չեն։ Երևանի պետական համալսարանում նիկոլական լինելը ամոթալի բան է շատ։ Ինքը դա շատ լավ գիտի, դրա համար հանգիստ կարող է տպնել, թիրախավորել Երևանի պետական համալսարանը, տուրք տալով այդ պոպուլիստական բակումներին։ Մամուլում մի վարկած շրջան առեց, ասում են, որ Տիկին Աննա Հակոբյանը, որը իրականացնում է իր ծրագիրը կրթական, կրթվել է նորաձև խորագրով եւ մի հանդիպում ունեցել էր ԵՊՀ-ում աշխարհագրության ֆակուլտետի դասախոսների հետ, ցանկացել է հանդիպումներ կազմակերպել նաեւ մյուս ֆակուլտետներում, բայց մերժում է ստացել։ Եվ կար մեկնաբանություն, որ հենց այդ մերժման հետևանքով չի կարողացել զսպել իրեն Փաշինյանը կառավարության նիստում։ Դե բնականաբար հնարավոր է, որ այդ դեպքը ունենա ազդեցություն, անկեղծ ասած ես էլ եմ լսել այն ինչ որ դուք ասում եք, բայց ես չեմ կարող 100% հաստատել, որ այո այդպես է եղել, որ մերժել են, ինձ Երևանի պետական համալսարանից հանել են, ես այնտեղ չեմ դասավանդում սեպտեմբեր ամսից, բայց բնականաբար եղած կլինի, որովհետև ընդհանուր առմամբ համալսարանականների արձագանքը հրապարակային եւ ոչ հրապարակային մասնավոր խոսակցությունների ժամանակ այո շատ բացասական էր Աննա Հակոբյանի Երևանի պետական համալսարան գալու վերաբերյալ։ Ընդհանուր այո Երևանի պետական համալսարանում ապաթիա էլ կա, գոյություն ունի, մի կողմից դասախոսները, ուսանողները ակնհայտ կերպով մերժում են այս իշխանություններին, նրանց տանել չեն կարողանում, կարելի է ասել։ Մյուս կողմից էլ տեսնելով, թե ինչ բռնաճնշումներ են տեղի ունենում, մարդիկ ստիպված այդպես հանդուրժում են, շատերը լռում են, այս իրավիճակն է։